Տերը օրհնի այսօր ինչ որ խոսալու եմ շատ կարևոր թեմա է։ Իմ կյանքը ծածկված է, հալելույա։ Քիչ հետո կտեսնենք ինչ հզոր խոսքա Կողոսացիների մեջ Պողոս առաքյալը ասում մեր կյանքի մասին, ամեն։ Առաջին համարը շարունակում է եւ ասում է Պողոս առաքյալը 3-րդ գլուխ 1-4 համարները Կողոսացիս. Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրեք այն ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է Աստծո աջ կողմում նստած։ Ինչ խաղաղություն է, չէ՞ տալիս։ Այս համարները, որ մեր Տերը կենթանի է։ Կենթանի Աստված, ասենք ամեն։ Նա կենթանի է եւ նա երկնքում հոր աջ կողմը նստած է։ Այսի արդեն ինձ մի հատ մեծ խաղաղություն է տալ։ Ես չեմ նայում սպիտակ տան ով է նստած կամ մյուս։ Մենք նայում ենք մեր Աստվածը նստած է իր գահին, փառքեր Հիսուսին։ Դրա համար ասում է վերևում եղած բաների մասին մտածեք եւ ոչ թե այն ինչ երկրի վրա է։ Որովհետեւ դուք մեռաք ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Հալելույա։ Ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Խնդրում եմ այս տողերը նորից։ Մեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Հալելույա։ Բայց երբ Քրիստոսը մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Ինչ գեղեցիկ համար է, չէ՞։ Փաստորեն, երբ որ Տերը հայտնվի մի օր, Աշոտ եղբայրը ասում է, ինքն էլ Քրիստոսի հետ պետք է գա։ Եթե այս համարների մեջ չկա մխիթարություն, որտեղ գտնենք մխիթարություն աշխարհում։ Դրա համար ասում է, վերևի բաներին նայեք, վերև։ Սուրբերը վերևից են գալու, քույր եղբայրներս։ Մեր քույր եղբայրները, որ Քրիստոսում ննջել են, նրանք չեն նայում ներքևի կատարվող բաներին, նրանք երկնքում ցնծում են, հալելույա, փառքեր Հիսուսին։ Բայց երբ Քրիստոսը մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ մեզ ասում, դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Ես այսօր ուզում եմ կենտրոնանանք իմ կյանքը ծածկված է, այս ծածկված բառի շուրջ, ամեն։ Գիտեք, աշխարհում մեկը մեր կյանքը ծածկված է ինչ-որ մի բանով, սիրելի քույր եղբայրներ։ Բառարանը այսպես է թարգմանում ծածկված բառը։ Ծածկել նշանակում է ինչ-որ բանի կամ որևէ մեկի վրա բան գցել, ծածկել, տեղադրել, պաշտպանելու, պահպանելու, պատասպարելու կամ ծածկով պատելու վնասից, կորստից կամ վտանգից։ Այն ինչա կոչվում ծածկել։ Եթե ուշադրություն դարձրել եք, որ տունը հրդեհված պաժարի մեջ է, գալիս են պաժարիները ինչ են անում։ Իրենք մի հատ մեծ հաստ շոր են հագնում ու մտնում են այդ հրդեհի մեջ, որ մարդկանց ծածկվում են, որ իրենց ոչ մի վնաս չտա, սիրելի քույր եղբայրներ, դրսի կրակը, ամեն։ Այս միտքը մի հատ խորը նայեք, մեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Փաստորեն դրսի կրակից, դրսի հարվածներից մենք պետք է ծածկված լինենք, սիրելի քույր եղբայրներ, սա է այս խոսքի միտքը։ Քրիստոսում ծածկված կյանքը Աստծո մեջ ամենաապահով կյանքն է։ Ընդունում եք այս խոսքը։ Քրիստոսի մեջ ծածկված կյանքը ամենաապահով կյանքն է։ Ես այս համարների մեջ սա եմ տեսնում, սիրելի քույր եղբայրներ։ Ամենաառաջի բանը, երբ որ եթե, տեսեք խոսքը ինքը սկսում ասում է, արդ եթե Քրիստոսի հետ հարություն եք առել։ Եթե ուղղակի Քրիստոսի հետ հարություն ենք առել, այս ճշմարտությունը մեր կյանքի մեջ կա, մենք պետք է պաշտպանված լինենք Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Դա նշանակում է մի բան, որ թշնամին երբ որ գալիս է, ամենաառաջի բանը նա հարվածում է մեզ, հարվածը մեզ չի կպնում, առաջի բանը ում է կպնում։ Կպնում է Աստծուն, եթե սենց ասում է դուք Քրիստոսի հետ Աստծո մեջ եք։ Հասկանում եք, քույր եղբայրներս, այն մատրոշկաները, որ կան ռուսական այդ խաղալիքները, որ մեկը մեկի մեջ ես դնում։ Դե հիմա այն փոքրը դիր մեկի մեջ, այն մեծն էլ դիր ավելի մեծի մեջ ու մի բանով խփի, տեսեն ամենափոքրի մեջ պաշտպանված է իրան զգում, ամեն։ Ամեն մեկը ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են, Աստծո մեջ ունեն պաշտպանություն։ Պողոս առաքյալը խոսում է, եթե իրոք մեր փորձառությունը Աստծո հետ ճշմարիտ է, ուրեմն մենք պետք է մեր միտքը, մեր կյանքը, մեր հոգին պետք է պաշտպանված զգանք Աստծո մեջ, սիրելի քույր եղբայրներ։ Հալելույա։
Սաղմոս 91-ը շարունակում է Քրիստոսի մեջ ծածկված լինելու մտքի շուրջ այս խորհուրդը։ Ամեն։ Հիշում եք ամենակարևոր է սաղմոսներից մեկը։ Բարձրալի ծածկոցի տակ։ Հալելույա։ Բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում, սիրելի քույր եղբայրներ։ Ուրեմն մենք ծածկված ենք Քրիստոսի հետ Աստծո մեջ, ամեն։ Ու այդ Աստծո մեջ պաշտպանված լինելով ասում դու պետք է հանգստություն ունենաս քո մեջ։ Եթե քո փորձառությունը Աստծո հետ իրական է, քո հարաբերությունը, քո կյանքը Քրիստոսի հետ հավատարիմ, դու Աստծո մեջ պաշտպանված ես, պետք է ունենաս այդ հանգստությունն ու խաղաղությունը, հալելույա։ Ես Տիրոջը կասեմ, այմա տեսեք պաշտպանված լինելու այս միտքը, իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որի վրա հույսս ես դրել եմ։ Հիմա կապ չունի որտեղ ես կանգնած։ Երկրի որ ծայրամասում ես ապրում, աշխարհի որ ծայրամասում, Աֆրիկա, որտեղ երկրի վրա ինչ իրադարձություններ կան, Աստծո բոլոր սուրբերը կարան են Սաղմոս 91-ը կարդան ու ասեն, ես պաշտպանված եմ Աստծո հետ։ Քրիստոսի մեջ, հալելույա, փառք Հիսուսին։ Որովհետև նա կփրկի քեզ ոսոխի որոգայթից, չար ժանտամահից, քույրս եղբայրս, նա քեզ կծածկի, նա քեզ կծածկի, իր փետուրներով նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը վահան է և զրահ փառքերի Հիսուսին։ Դուք զգում եք ձեզ ծածկված Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Ամենակարևոր հարցն է սա, սիրելի քույրս եղբայրս։ Հալելույա։ Այսօր միտքը դրա մասին է։ Ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Սա հետաքրքիր հատված է։ Իսկ ինչպես է ձեր կյանքը ծածկված Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Ինչպես, քույր եղբայրներ։ Հռոմեացիների 6-րդ գլխի մեջ շատ հետաքրքիր է Պողոս առաքյալը խոսում այս համարների մեջ, եւ գիտեք նա 6 անգամ նշում է Քրիստոսի հետ բառը։ Քրիստոսի հետ։ Հալելույա։ Այ իրականությունը սա է, որ ամեն պահ չենք մենք Քրիստոսի հետ։ Ճիշտ է, մենք Տիրոջը ընդունել ենք անձնական Տեր եւ Փրկիչ, բայց շատ ժամանակ մեր կյանքի փորձառություններն ու խնդիրները, խնդիրները մեր միտքը տանում է լրիվ մի ուրիշ մի տեղ, ամեն։ Քրիստոսը մեր հետ է միշտ։ Նա ասել է ես ձեր հետ եմ լինելու մինչև աշխարհի վերջը։ Նա ընդմիշտ մեր հետ է, ուղղակի մենք չենք իր հետ լինում։ Մենք ենք, որ Քրիստոսի ներկայությունից դուրս են գալի ինչ որ մի պատճառներով։ Ես հավատում եմ, որ պատճառներին մենք կարանք մեր մեջ ունենք այդ պատճառները։ Կարանք նշենք ինչ պատճառներն է, որ մենք չենք զգում են ինչ որ Հռոմեացիների մեջ օրինակ Պողոս առաքյալը ասում է 6 անգամ Քրիստոսի հետ բառը։ Ուրեմն մենք շատ ժամանակ ասում ենք մենք Աստծո մեջ ենք։ Մենք չենք կարող Աստծո մեջ լինենք, եթե մենք Քրիստոսի հետ չենք։ Կողոսացիների մեջ դա է խոսքը ասում։ Հռոմեացիների 6:4-ը ասում է մկրտությամբ նրա հետ թաղվեցինք նրա մահի մեջ։ Ինչ հզոր խոսքեր է, չէ՞։ Այսօր ջրի մկրտություն արեցինք, խորհուրդը դա էր։ Մենք ասել ենք, որ ձեզ ամբողջովին պետքա ջրի մեջ թաղենք ու պետքա բարձրացնենք։ Ձեռդ հանես, էլի ձեռդ իջացնելու ենք։ Ամեն։ Ինչքան փորձես անես, այնքան երկար ես ջրի տակ մնալու։ Ավելի լավ է հանձնվի, մի հատ ջրի մեջ թաղենք ու մի հատ բարձրացնենք։ Ամեն, հալելույա։ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Հալելույա։ Որովհետև նա եկել է ասում է եթե։ Սրա մասին խոսացել ենք Հռոմեացիների մեջ 40 անգամ նշում է եթե բառը, ուրեմն կա պայման մեր եւ Աստծո մեջ, ամեն։ Եվ անգամ 600 անգամ նշում է նոր կտակարանի մեջ կրկին անգամ եթե բառերը, ամեն։ Ասում է եթե այս փորձառությունը ամեն օր իրական է մեր մեկի Աստծո մեջ, որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ նույնը կլինենք։ Իմացեք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք, այլ լինենք Աստծո ծառաներ, հալելույա։ Էլ մեղքի իշխանություն չունի մեր վրա, որովհետև մենք մեռել ենք Քրիստոսի հետ։
Դե հիմա մարդու որ թաղում ենք, մարդը վերջ, ինքը իշխան մեղքի չի կարա նորից ասի, ես գնում եմ, արթնանում եմ իմ հին կյանքին, վերջացավ այդ մարդը, ամեն։ Այդպես էլ հոգևոր մարդու կյանքն է, երբ որ մենք մահանում ենք Քրիստոսի հետ, մեր հետ նաև մեր ցանկությունները մահանում են, որ իշխանություն չունեն մեր նոր մարդու դիմաց։ Ամեն օր այս հին եւ նոր մարդու պայքարն է մեր մեջ գնում։ Որպեսի մեղքի մարմինը ասма կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք, որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Հալելույա։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք նրա հետ էլ կապրենք։ Քանիսս ենք մեռել Քրիստոսի հետ։ Հիմա ասում ենք, բայց մի րոպե, դեռ մենք կենդանի ենք, ո՞նց ենք մեռել։ Տեսեք, հենց սա է, երբ որ մենք Քրիստոսին ընդունում ենք Տեր եւ անձնական փրկիչ մեր կյանքում, մեր հին մարդը մահանում է, մեր մեզ ծնվում է նոր Արմենը, նոր Սվետլանան, նոր Վարդուին, ամեն մեկիս մեջ ծնվում է նորը, բայց այս նորը պետք է ուսուցանես, այս նորը կարիք ունի Աստծո խոսքի, ճշմարտության, երկրպագության, ամեն օր, որ այս խոսքերի մեջ այս եթե բառերը կա, այս եթեները դուրս գա եւ դառնա կենդանի հարաբերություն, մեր կյանքն ու Աստված միակ տեղ, ամեն սիրելի քույր եղբայրներս, նրա հետ թաղվեցինք, նրա հետ միացանք, նրա հետ խաչվեցինք, նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք, փառքեր Հիսուսին։ Այդ ինչու է Պողոս առաքյալը ասում, որովհետև դուք մեռաք ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ, թող եկեղեցին ասի ամեն։ Ամեն, հալելույա։ Եթե այս 6 բանը եղել է մեր կյանքի մեջ, մենք զգալու ենք ծածկված, քույր եղբայրներ, Աստծո մեջ։ Մենք զգալու ենք Սաղմոս 91-ը ոչ ուղակի զգացմունքային խոսքեր, որ բարձր մի հատ կարդաս ու զգացմունք մեջդ գա, չէ, զգում ես, որ Սաղմոս 91-ը ճշմարտությունն է ու քո կյանքն է։ Ինչ հարվածներ քո վրա գալիս, այդ հարվածները քեզ չի առաջինը կպնում։ Այդ հարվածները նետերը գալիս է Աստծո դիմաց, որովհետև դու Աստծո մեջ ես Քրիստոսի հետ ծածկված։ Հալելույա։ Իմ կյանքը ծածկված է, քույր եղբայրներս, Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Ուրախ եք թե չէ։ Այդ դրա համար է Քրիստոսը գին վճարել։ Այդ դրա համար այսօր մենք ունենք այդ ուրախություն, այդ վստահություն, այդ խաղաղությունը մեր Աստծո հետ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Սա հետաքրքիր հատված է, սիրելի քույր եղբայրներս։ Գիտեք, Ադամը նախընտրեց ծածկվել Աստծուց, այլ ոչ թե ծածկվել Աստծո կողմից։ Մտածեք սրա շուրջ։ Աստված Ադամին ստեղծեց Ծննդոց 2:8-ի մեջ, տեսեք ինչ ասում Աստծո խոսքը։ Եվ Եհովա Աստվածը արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց եւ իր շինած մարդը դրեց այդ պարտեզի մեջ։ Եվ իր ներկայությամբ ծածկեց։ Ամեն։ Տեսեք խոսքը ինչ հետաքրքիր ասում Ադամի մասին։ Բայց Ադամը նախընտրեց ծածկվել Աստծուց։ Քույր եղբայրներս, մենք կարդում ենք Ծննդոց 3:8-ը, երբ որ այս միտքը անդադ գալիս էր Ադամի դիմաց, եթե ուտեք չեք մեռնի, Աստծո պես կլինեք։ Փորձեք, ընդունեք այդ գայթակղությունը, մտքեր գալիս է մեր մեջ, թե չէ, քույր եղբայրներ։ Այդ մտքի նորոգությունն է, որ պետք է ապրենք ամեն ժամանակ, ամեն վայրկյան մտքի նորոգությունով ու ծածկված լինենք Աստծո ներկայության մեջ, որ այդ մտքի գայթակղությանը չտրվենք։ Ծննդոց 3:8-ի մեջ ասում է այն պահը, երբ որ Ադամը այդ մեղքի թույնը ընդունեց իր մեջ, մեղքը, երկրորդ բան ասում է նրանց աչքերը բացվեց։ Եվ նրանք տեսան, որ մերկ են, սիրելի քույր եղբայրներ, ամեն։ Նրանք երբեք այսպիսի զգացմունք չեն զգացել։ Նրանք տեսան, որ այլևս իմ կյանքը ծածկված է, բայց ոչ Աստծո մեջ, սիրելիներ, պատկերացրեք այս հարցի շուրջ։ Ծննդոց 3:8-ի մեջ ասում է, եւ Եհովա Աստծո ձայնը լսեցին, որ օրվա հով ժամին պարտեզում ման էր գալիս եւ Ադամը եւ իր կինը թաքնվեցին Եհովա Աստծո երեսից, այսինքն նրա ներկայությունից պարտեզի ծառերի մեջ, սիրելի քույր եղբայրներ։ Դու կարող եք լինել Աստծո ներկայության միջավայրում, բայց ոչ Աստծո ներկայությունը ձեր մեջ, դա հնարավոր է։
Կարաս այստեղ նստած լինես, Աստծո ներկայությունը ամեն մեկս տարբեր ձև ենք զգում, անկեղծ ասեմ։ Մեկ ասում է խոսքը զորավոր էր կպավ սրտիս, մյուս ասում է չեմ կարում հասկանամ, մյուս ասում է այսօր երկրպագությունը շատ լավ էր, մյուսը ամեն մեկս տարբեր փորձառություն ունենք, ինչ է նշանակում, որ մենք Քրիստոսի հետ Աստծո մեջ ենք բնակվում։ Սա կարևոր բան է, եթե խորը մենք մտածենք։ Ամեն սիրելի քույր եղբայրներ։ Ադամի կյանքը նա վայելում էր դրախտը, նա վայելում էր Եդեմի պարտեզը։ Ամեն օր, երբ որ Աստված երեկոյան գալիս էր Աստծո ներկայությունը ու նա քայլում էր այդ պարտեզի մեջ, նա վայելում էր Քրիստոսին Աստծո մեջ։ Սիրելի քույր եղբայրներս, այս միտքն է Պողոս առաքյալը ասում, բայց այն պահը, որ նա գիտակցաբար մեղ գործեց, մենք տեսնում ենք նրա կյանքի մեջ մի անգամից եկավ մի այլ պատերազմ։ Նրանք իրենց ծածկեցին իրենց մերկությունը, ոչ թե խնդրեցին Տեր Աստված, քո կարիքն ունենք, օգնիր մենք ծածկվենք քո մեջ, նրանք փորձեցին իրենց մերկությունը ծածկեն իրենց ուժերով, ու հենց սա կոչվում է կրոն։ Կրոնը այդպիսի մի բան է, որ մենք փորձում ենք մեզ ծածկենք մեր ուժերով, մեր գործերով, մեր լավ գործերով, մեր լավ կյանքով, սիրելի քույր եղբայրներս։ Այժմ Աստծո ձայնը լսեցին, գոնե վազեն դեպի Աստված, վազում են Աստծուց հակառակ կողմը։ Ծածկված ենք Աստծո մեջ, Քրիստոսի հետ, սիրելի քույր եղբայրներ։ Այս հարցը թող Սուրբ Հոգին մեր սրտերի մեջ։ Ու ոնց կարաս իմանաս ծածկված ես Քրիստոսի հետ Աստծո մեջ, մի պայման, ունենք խաղաղություն մեր կյանքի մեջ, հանգստություն մեր կյանքի մեջ։ Հալելույա։ Այդ տեսեք այդ բառերն է, որ մեզ Սաղմոս 91-ի մեջ խոսում է Աստծո խոսքը, մեկ է մենք պետք է ծածկվենք Աստծով։ Մարդը չի կարա դատարկ մնա։ Աստված անգամ մարդու մարմինը ստեղծեց, բայց մարդու հոգին ծածկեց մարդու մարմնով, ամեն։ Տեսեք, մեր հոգին ուղղակի այսպես օդ, այնպես չի, որ օդերի մեջ թափանցում է կամ բան, մեր հոգին ապրում է մեր մեջ, մարմնի մեջ, քույր եղբայրներս։ Պողոս առաքյալը Կորինթացիների գրքի մեջ պարզ ասում է, որ կնոջ գլուխը ամուսինն է, ամուսնու գլուխը Քրիստոսն է, Քրիստոսի գլուխը Աստված, ամեն։ Տեսեք այս հերթականությունը, այս ծածկոցը, որ մենք ունենք, եկեղեցին անգամ ծածկոց է մեր համար, սիրելի քույր եղբայրներ, որ Աստված մեզ դրել է իր մարմնի, իր եկեղեցու մեջ, սիրելի քույր եղբայրներս, ամեն։ Հալելույա, իմ կյանքը ծածկված է Քրիստոսի հետ։ Շատերը ասում են, կարանք տունը մնանք, լայվ սթրիմով կնայենք կամ բան։ Ասում են, ոչ, եկեղեցին կարևոր է, դու պետք է եկեղեցում լինես, դու պետք է Քրիստոսի մարմնի հետ գործես, հալելույա, սիրելի քույր եղբայրներ։ Հայտնության գրքի մեջ մի համար է տալիս եւ ասում է, գալիս է մի ժամանակ, որ երկրի վրա, որ մարդիկ մնացել են ու ծածկված չեն Աստծո մեջ։ Ինչ սարսափելի է լինելու այդ օրերը։ Եվ տեսեք հայտնության 6-րդ գլխի մեջ 15-16 համարների մեջ, չգիտեմ, կարդացել եք դրա մասին։ Ասում է, եւ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնված էին քարայրներում, թաքնվեցին։ Այս Ադամի պատմությունը Եդեմի պարտեզում երկու հոգի էին թաքնվել Տիրոջ երեսից։ Հիմա մենք տեսնում ենք միլիոնավոր մարդիկ, բանակ, թագավորներ, մեծ մարդիկ, աշխարհի մարդիկ, բոլորն են ուզում թաքնվեն այս անգամ ոչ թե ծառերի ինչ որ բաների մեջ, քույր եղբայրներս, ասում է լեռների ծերպերում։ Եվ լեռներին ու ժայռերին ասում էին, ընկեք մեր վրա ու ծածկեք մեզ գահի վրա նստողի երեսից եւ գառան բարկությունից։ Գառան բարկությունից, քույր եղբայրներս։ Եկեղեցին, ես էլի եմ ասում, խոսում եմ միայն Աստծո սիրու մի կողմը։ Տեսել եք բարկացած գառ, ես չգիտեմ, գառը երբ որ ուզում ես գառանը մորթես, երևի ամենահեզ ու խոնար կենդանին է, որ ձեռքի տակ ուղակի հնազանդ այսպես սպասում է, երբ պետքա, հասկանում ես։ Քույր եղբայրներս, ասում է այս անգամ Տիրոջ խոսքը, որ այս գառը, Աստծո գառը, ասում է, բարկացած էր մեղքի դիմաց։ Մեղքի դիմաց։ Այո, Տիրոջ շնորհի դար շրջանն է, հիմա ասում եք, Տեր, գործում ես դու, փառք քեզի,
օրտնված ենք, քո կրակը, քո օրհնությունը, քո օծությունը վայելում ենք։ Բայց խոսքը պարզ ասում է, որ մենք պետք է ծածկված լինենք գառան արյունով։ Հալելույա։ Իմ կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ, սիրելի քույր եղբայրներս։ Այլ ես կարամ ասեմ, որ ամենամեծ ապահովությունը դրա մեջ է։ Քրիստոսը ծածկում է ձեզ եւ ձեր ընտանիքին եւ իր թանկագին այրամբ։ Ընդունում եք։ Ամեն օր հրճակեք Քրիստոսի արյունը ձեր կյանքի մեջ։ Ամեն օր հրճակեք։ Ծննդոց 3:21-ի մեջ Աստված մերկ չթողեց Ադամին ու Եվային։ Խոսքն ասում է, եւ Եհովա Աստվածն Ադամին եւ նրա կնոջ համար կաշվից հանդերձներ շինեց եւ հագցրեց նրանց, այսինքն ծածկեց նրանց մերկությունը։ Ամեն։ Տեսեք, մեր Տեր Աստված այն օրինակը, որ նա կատարեց Եդեմի պարտեզում, նա թողեց այդ օրինակը, որ դուք միշտ պետք է ծածկված լինեք այդ այրյան զոհի միջոցով։ Եթե մենք գալիս ենք պաշտամունք ենք անում առանց մտածելու զոհի արյունը մեր կյանքի մեջ հրճակելու, դա խնդիր է, սիրելիներ։ Հիսուսի արյունով են գալիս։ Հաղթությունը, կյանքը, քո մտքերի, քո պատերազմների, քո դիպրեսիայի, քո հիվանդության, քո մեղքի դիմաց հրճակիր Քրիստոսի արյունը։ Եվ ամենակարևոր բանը, որ ես կարամ ասեմ, խոստովանությունը մեզ դեր է խաղում, որ Քրիստոսի այրյան պաշտպանությունը գա քո կյանքի մեջ եւ ծածկի քեզ, սիրելի քույրս եւ եղբայրս։ Սաղմոս 51-ը գիտեք, Դավիթի կյանքը, երբ որ Դավիթը մեղանչեց, հիշում եք, Սաղմոս 51-ի մեջ նա իր աղոթն ու իր խոստովանությունն է խոսում, նույնը Սաղմոս 32:1 համարը, տեսեք ինչ ասում, Սաղմոս 32-ը որ կարդաք, Դավիթը խոստովանում է Տիրոջը եւ վերջապես գտնում է, որ ծածկված է ինքը Քրիստոսի մեջ, Աստծո մեջ։ Ասում է երանի նրան ում անօրենությունը թողություն գտավ եւ ում մեղքերը ծածկվեց։ Երբ որ Աստված Ադամին Եվային պարտեզում այդ կաշվե հանդերձները հագցրեց, գառան արյունը, այդ այրյան զոհը արեց, ուղղակի այնպիսի բան չէր, որ ուղղակի մի հատ լավ շոր նրանց հագցրեց։ Նո նրանց մեղքը ծածկեց։ Եվ այս խորհուրդը տվեց, որ ինչքան այս երկրի վրա որ ապրեք, դուք այրյան կարիք եք ունենալու։ Այրյան կարիք։ Իսկ եթե չկա խոստովանություն, ինչպես է արյունը գործում Քրիստոսի մեր կյանքի մեջ։ Պատկերացնում եք։ Դավիթը խոստովանեց իր միտքը, իր կյանքը։ Նա ասեց, այո, ես Բերսաբեի հետ շնացել եմ, մեղքի մեջ եմ ընկել։ Բերսաբեի ամուսնուն գիտակցաբար սպանել եմ։ Եվ մեղք կացնում, մեղքից հետո նա զգաց, որ Տեր, ես կարիք ունեմ պաշտպանվելու, կարիք ունեմ Քրիստոսի հետ Աստծո մեջ նորից ծածկվելու, եթե ոչ, ոնց կարաս կյանքդ ապրես բաց թշնամու դիմաց, դա շատ վտանգավոր կյանք է, քույրս եւ եղբայրս։ Քրիստոսի արյունը ծածկում է մեզ, խոսքը այդպես ասում, Քրիստոսի արյունը ծածկում է մեր մեղքերը, անգամ զորություն ունի, երբ որ առանձնանում ես Աստծո հետ ու կյանքդ բացում ես Աստծո առաջ ու խոստովանում ես Տիրոջը։ Ու ասում ես Տեր Հիսուս, հալելույա, ես քո մեջ եմ, քո հետ Աստծո մեջ, Փառքեր Հիսուսին, հալելույա։ Եվ տեսեք այս այրան զոհ շարունակվում է անգամ նոր կտակարանի մեջ Քրիստոսի պատմած այս թեմաները, որ առակները նա պատմում էր։ Հիշում եք անառակ որդին ետ եկավ տուն։ Հայրը զոհ արեց, քույր եղբայրներս։ Եթե զոհը չլիներ, այրունը չլիներ, ոնց կարար 22 համարը այս խոսքերը ասեր։ Հայրն իր ծառաներին ասեց, իսկույն բերեք լավագույն պատմուճանը եւ հագցրեք նրան։ Ծածկեք որդուս մերկությունը, ծածկված է անցյալը, ծածկված է, ոչ մի բան չկա։ Որդուս մեղքերը ներված են եւ մեղքերը ծածկված են հավիտյանս եւ թո եկեղեցին ասի ամեն, հալելույա։ Բայց զոհի այրուն կար այդտեղ, սիրելի քույր եղբայրներ։ Եթե զոհի այրունը չլինի,
Ոնց կարանք ծածկվենք։ Ամեն։ Չէ որ Տերը դրա համար եկավ աշխարհ, որ մեր մերկությունը ծածկի, մեր մեղքը ծածկի։ Քրիստոսի հետ Աստծո մեջ, հալելույա։ Հագցրեք նրան, մատանի նրա մատին դրեք եւ ոտների կոշիկները հագցրեք, հալելույա, փառքեր Հիսուսին։ Հայտնություն 3:18-ի մեջ շատ հետաքրքիր է խոսքը ասում։ Հայտնություն 3:18-ը։ Ասում է ես քեզ խորհուրդ եմ տալիս, քույրես եւ եղբայրս։ Գնիր ինձանից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս եւ սպիտակ զգեստներ հագնես, որ հագնես, որպեսի քո մերկությունը չերևա եւ չամաչես, աչքերի դեղ դիր որ տեսնես, սիրելի քույրես եղբայրս, ամեն։ Այս համարները տեսեք նոր կտակարանի մեջ է գրված։ Այնպես չի որ ասենք դե գիտես 5 կտակարան, նոր կտակարանի մեջ Աստված ասում է եկեղեցում կան իմ եկեղեցում իմ մարմնի մեջ մարդիկ, որ ուղղակի Քրիստոսի հետ Աստծո մեջ ծածկված չեն։ Ճիշտ է, մեր փորձառությունը միշտ գնում է մեր, չգիտեմ, քանի տարի առաջ ամեն մեկս վերստին ծնվել են, Քրիստոսին ընդունել ենք Տեր եւ անձնական փրկիչ, դա իրական է մեր կյանքի մեջ։ Մենք միշտ գնում ենք այդ առաջի, այդ փորձառությունը, որ ապրել ենք, բայց դա թողել ենք մենք, քույր եղբայրներս շատերս, թողել ենք։ Եվ Աստծո խոսքը ասում է ուխտդ նորոգիր այսօր։ Ետ դարձիր քո առաջի սիրուն, եկեղեցի։ Ետ դարձիր որտեղ ես թողել ինձ։ Հիշում ես այն հարաբերությունը, որ ես ու դու ունեինք։ Հիշում ես այն սրտի այն ուրախությունը, որ առաջի անգամ Քրիստոսին ընդունեցիր Տեր եւ անձնական փրկիչ, լացը ու արտասունքը չէր կարում զսպես, չէր կարում պահես, չէր կարում, չգիտեիր ոնց այդ սերը արտահայտվեց Տիրոջը, որովհետև այդ պահը դու Քրիստոսի հետ ծածկված էիր Աստծո մեջ։ Եվ անգամ քո անցյալը չէր կարում քեզ հարվածեր, թշնամին փորձում էր, նորից քո անցյալը, քո մեղքերը բերել քո դիմաց, բայց այդ ամենը քո դիմաց բերելով այդ հարվածները Աստծուն էր կպնում, քեզ չէր կպնում, որովհետև Տերը քեզ ծածկել էր։ Եթե մեր կյանքում կա նեղվածություն, ինչ որ պահերի, ինչ որ մարդկանց, գիտեք, հարաբերությունների մեջ պահեր ա լինում, մեկը մի բան ասում, մի անգամից վիրավորանք ա մեր մեջ գալի, չէ։ Եթե այդ պահը կա իրական ա, ուրեմն ինչ որ մեր կյանքի մեջ բաց դուռ կա, մենք դեռ ծածկված չենք, սիրելի քույր եղբայրներս։ Ես խոսքը կարամ նորից ասեմ, Պողոս առաքյալը ասում է, արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, Կողոսացիների 3-ի մեջ պարզ ասում, եթե այդպես է, Քրիստոսի հետ մեռել ենք, թաղվեցինք Քրիստոսի մահվան մեջ, նրա հետ միացանք, խաչվեցինք, մեռանք, Քրիստոսի հետ 6 անգամ խոսքը շարունակում է եւ ասում է Քրիստոսի հետ էլ կապրենք։ Քրիստոսը կենթանի Աստված է, կանգնենք ոտքի քույր եղբայրներ։ Ես կուզեմ այսօր Քրիստոսի այրան գինը խնդրենք մեր կյանքի մեջ ծածկի Հիսուս։ Եթե մեր կյանքի մեջ կան անհանգստություններ, խնդիրներ, մեր կյանքի մեջ եթե կան լուրջ խնդիրներ, բաց դռներ, այսօր ասա Տեր, թույլ եմ տալիս Տեր։ Քո այրունը թող ծածկի իմ միտքս, կյանքս, մարմինս, անձս Հիսուս։ Տեր, ես ուզում եմ պաշտպանված լինեմ քո մեջ, Տեր, հալելույա Տեր։ Որտև դուք մեռաք ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ։ Տեր, այսօր ես խաչն եմ անում իմ հին մարդը, Տեր, իր կիրքերով, իր ցանկություններով, Տեր։ Տեր, ես ուզում եմ ապրել երկրորդ Ադամի իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ, Տեր, երկրորդ Ադամի մեջ ծածկված լինեմ, Հիսուս։ Եվ հոգնել եմ կրոնից, Տեր Աստված։ Հոգնել եմ ինքս ինձ ծածկելուց, իմ գործերով, իմ մարդկային ձգտումներով, Տեր, այսօր ուզում եմ ամբողջովին հանձնվեմ, Տեր, հանձնվեմ կյանքս տամ ու բացեմ քո առաջ, Տեր։ Ու ես էլ Դավիթի նման հռչակեմ Սաղմոս 32-ը, երանի նրան, ում անօրենությունը թողվեցավ և ում մեղքը ծածկվեց, Տեր։
Հայր շնորհակալ եմ, որ Գողգոթայի իմ Տեր գերեզմանի մեջ Տեր քո մարմինը ծածկվեց Տեր եւ խոսքն ասում է աշխարհի մեղքը դու քո վրա վերցրեցիր աշխարհի մեղքը անեծքն ու դատապարտությունը այդպիսի մեղք չկա որ Տերը չկարողանա ների Տեր ասում է այսօր ամեն մի մեղք ու անեծք ես իմ մարմնի վրա եմ վերցրել եւ այդ մարմինը ծածկեցին գերեզմանոցի մեջ բայց Տերը հարություն առավ մեռելներից հալելույա եւ մենք էլ նրա մահով մահացանք մենք մահացանք որ մեղքի իշխանություն չունենա մեզ վրա որ այսօր ապրենք ազատ կյանք ծածկված Հիսուսի հետ Աստծո մեջ հալելույա Եվ մեր հայրը երկնքում ամեն անգամ երբ որ մեզ տեսնում է նա մեզ տեսնում է Քրիստոսի միջոցով սիրելի եկեղեցի Քրիստոսի հետ ենք ծածկված Աստծո մեջ Դրա համար խի ենք ասում հրճակում ենք Հիսուսի արյունը մեր կյանքի մեջ Քրիստոսի արյունը իմ կյանքի մեջ Հենց սրա համար ենք ասում Որովհետև գառան արյունը որդու արյունը որ այսօր այս շնորը անսահման շնորը գործում է մեր կյանքի մեջ եւ դեռ գառը իր արյունը թափել է մեր կյանքի մեր ընտանիքի անդամների համար եւ մենք այսօր ընդունված ենք որպես որդիներ որպես զավակներ ես կուզեմ այս երկրպագության ժամանակ երկրպագեք ու ձեր կյանքը պատմեք Աստծուն սիրելի քույր եղբայրներ ես կուզեմ Տերը մի չտեսնված օրհնության ալիք ուղարկի մեր մեջ մեր կյանքում, մեր համայնքում, մեր ժողովրդի մեջ սակրամենտոյում եւ ամեն կյանք, որ առաջի Ադամի մեջ է ծածկված, այդ մերկ վիճակը թող ծածկվի Քրիստոս երկրորդ Ադամի հետ Աստծո մեջ Այսօր Հայր այս հնարավորությունը տալիս են քեզ Հիսուս Այս հնարավորությունը տալիս են քեզ Հայր ես խնդրում եմ այստեղ թող ծնվեն Տեր Հիսուս ծնվեն նոր հոգիներ, նոր ապաշխարած սրտեր մեր ընտանիքների մեջ մեր աղերսանքն է Տեր, մենք տեսնում ենք բարձրալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է բնակվում, հալելույա Դու նրանց ծածկում ես քո թևերի տակ, Տեր Այս խոսքերի մեջ ես գտնում եմ ապահովություն, սեր, կյանք Տեր ես խնդրում եմ այս 91 սաղմոսը լինի մեր շաբաթվա սաղմոսը Որ ամեն վարկյան ասենք մենք Քրիստոսի հետ ենք Աստծո մեջ Ամեն հարվածներ որ գալիս է իմ դիմաց Այդ հարվածները կպնում է Աստծուն առաջինը ոչ թե ինձ Որտև ես Աստծո մեջ եմ Եվ Տեր ասում է ես քո ապահովությունն եմ Ես քո պաշտպանությունն եմ Ես ծածկել եմ քեզ Դու իմ մեջ ես հալելույա Եվ այսօր մենք ուրախ ենք Հայր Ուրախ ենք Հայր քո որդու Հիսուսի համար Որ նրա հետ քո մեջ ծածկված ենք Հիսուսի անունով հալելույա Սիրոսու աղբյուր ես Տեր Պարքերը քեզ Հիսուս Սերը բխում քո հայացքի Պարքերը քեզ Հիսուս Սիրում ես ինձ ինչպես որդու Պարքերը քեզ Հիսուս Ուր գնամ ուր քո հմայքից Այնքան քաղցրես, այնքան բարի Պարքերը քեզ Հիսուս Ինչքան հզոր ու փառավոր Ինչքան չխնավ, այնքան գերու Իմ մտերիմ հարազատ է Այնքան քաղցրես, այնքան բարի Կյանքս նվիր
շքնավ այնքան Փառք գերոս Հիսուս Իմ մտերիմ հարազատ